Արցախի ընտրությունները երբեք չեն ունեցել այն ինտրիգները, ինչ Երևանի ընտրությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Արմեն Աղայանը։ Սպասվելիք նախագահական ընտրությունները որակելով որպես մի միջոցառում, որի ժամանակ Արցախի բնակչությունը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը Երևանի կողմից նշանակված թեկնածուին։ Մազային կարգավիճակ ունեցող մի միավորի հետ և հաճախ Հայաստանի քաղաքական ընդհանուր իշխանության պրոյեկցիան Արցախում առանց էական դրապայքարի, ինչը որ նաև այսօր առկա է, նրանք շատ նման են նախորդ ընտրություններին։ Քաղաքագետը հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միավորման որոշման վրա նշեց. Արցախը Հայաստանի անբաժանելի մաս է, այսինքն Արցախի օրենսդիր միավորը, Հայաստանի օրենսդիր միավորը դեռևս կոմունիստական ժամանակներում միավորվել են։ Եվ եթե ինչ-որ մարդկանց թվում է, թե Արցախը Հայաստանից անկախացնելով իրանք մեծ լավություն են անում հայ ժողովրդին, ապա ես հավաստիացնում եմ, որ դա բոլորովին էլ այդպես չէ։ Ժամանակն է, վաղուց ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով։ Քաղաքագետի դիրքորոշման ի պատասխան Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ Արցախի հարցում ունենք մեկ գերակա խնդիր, այն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար արտաքին հարաբերություններ ձևավորելը։ Հայաստանի համար համապատասխանաբար, որպես առաջնային որակարգային հարց արտաքին հարաբերություններում և դիրքորոշումներում ու ԼՂՀ-ն խնդիր ունի այսօր, ինչպես նաև անցած բոլոր տարիների ընթացքում, ու ես կարծում եմ մոտ և հեռավոր ապագայում ցուցադրելու իրեն որպես և դրսևորվելու որպես ժողովրդավարական միավոր երկիր, պետություն, նույնիսկ եթե դեռ կա ճանաչման խնդիր։ Բանախոսն ընդգծեց, որ Արցախի հետ կապված ցանկացած որակումների դեպքում նամանավանդ այնտեղ տեղի ունեցող ընտրական գործընթացների առումով պետք է զգույշ լինել։ Բայց եկեք համաձայնենք, որ մենք խոսում ենք այսօր մի վարչական միավորի մասին, որը որ ունի յուրահատուկ կարգավիճակ համեմատած երկրագնդի վրա այսօր ձևավորված բարբերաբար փոփոխվող 200-ից 220 պետությունների ու հանրապետությունների։ Ես կոռեկտ չեմ համարում խոսել նրա մասին, որ ԼՂՀ-ում ընտրությունները այս որակին կամ այն որակին ու իրանց մոտ ոչ թե ընտրություններ են, այլ միջոցառում են։ Ես չէի ասի այդպիսի բան, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուրբ, ծայրահեղ, վատ վիճակ արտաքին հարաբերությունների կամ արտաքին հարաբերությունների ձևավորման նույնիսկ հետ կապված։ Պատգամավորի խոսքերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության լուծման իրական ճանապարհը չի կարող չանցնել ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքների համապատասխան գերակա օրենքներից մեկով։ Արցախի անկախության կարգավիճակից հետո միայն կարելի է խոսել պատմական արդարության մասին։ Սահակ Անուշ Պողոսյան, Երվանդ Ռումյան, Ելակետ լրատվական։